Հալելույա, փառք Աստծուն։ Այսօր ուզում եմ ուղղակի քաջալերական սիրելիներ, քաջալերական խոսք փոխանցեմ քեզ։ Սա տարվա առաջին ծառայությունն է, առաջին պաշտամունքը։ Եվ սենց վերնագիր կտա այսօրվա խոսքիս, որ չբավարարվես, որովհետև կա ավելին։ Չբավարարվես, որովհետև կա ավելին։ Աստված ինքը, սիրելիներ, մեր Աստվածը առատության Աստված է, ընդհանրապես մեր Աստվածը ինքը մեծ է, ինքը շատ հզոր է։ Աստծո խոսքը ասում է, որ երկինքը եւ երկինքների երկինքը չեն կարող Աստծուն պարունակել։ Այսինքն ինքը շատ մեծ է, ինքը շատ փառավոր է։ Բոլոր մարդիկ, որ Աստծուն տեսել են եւ հանդիպել են, երբ որ Մովսեսն ասեց, ուզում եմ տեսնեմ, Աստված ասեց, դու չես կարա ինձ տեսնես։ Ես կանցնեմ, դու հետևից կտեսնես, բայց իմ երեսը, իմ փառքը չես կարա տեսնես, որտեվ անհնարին է։ Երբ որ Հովհաննեսը տեսավ Հիսուսին հայտնության գրքի մեջ տեսիլքով, հոգով հափշտակվեց, թե ինչ էր չգիտենք, բայց տեսավ ինչ որ մի իրականության մեջ Հիսուսին, ասում է, որ մեռելի նման երեսի վրա ընկա գետին։ Այսինքն, երբ որ սա նկարագրում է Աստծո մեծությունը եւ հետո ինքը նկարագրում է Հիսուսի փառքը եւ ասում է նրա աչքերը կարակի նման էին եւ իր այդ շորերն է նկարագրում, իր ոտքերը, մազերը, ասում է սպիտակ ձյունի նման աչքերը, բերանից կրակ էր, սուր էր դուրս գալ, ինչ որ sense ճոխ փառավոր ձևով ինքը տեսավ Քրիստոսին փառքի մեջ եւ այո, իրականում քո Աստվածը այդպիսին է։ Քո Աստվածը ինքը մեծ է, ինքը անսահմանափակ է, ինքը Աստված է հենց Աստված ինձ համար նշանակում է դա, որ դու չես կարա իրան բառերով բացատրես, նկարագրես, ինչ որ չափեր ու սահմաններ տաս իրան, որտեվ ինքը Աստված է։ Ոչ թե Աստված բնակվում է երկնքում, երբեմն ասում ենք Աստված երկնքում է բնակվում, սիրելիս, երկինքն է Աստծո մեջ բնակվում, որովհետև չկա, գիտես, Աստված է ստեղծել ամեն բաները, ինքը ուղղակի կա եւ գոյություն ունի, եւ ամեն բան նրա մեջ է բնակվում։ Չկա որևէ մի տեղ, որևէ մի վայր, որ կարողանա Աստծուն պարունակի։ Սա ուղղակի տկար խոսքեր է, որ մի փոքր փորձում ենք հասկանալ Աստծո մեծությունը։ Եվ դու ունես հենց այդտենց Աստծո։ Հենց այդ Աստվածը քո Աստվածն է։ Եվ գիտես, Աստված ուզում է, այդ Աստվածն ուզում է, որ դու միշտ ձգտես ավելիին, չբավարարվես։ Երբ որ ասում ենք չբավարարվել, երբեմն մտածում ենք, որ սա ագահության հետ ենք կապում։ Իհարկե միգուցե ոլորտներ կա քո կյանքում, որտեղ պետք է բավարարվես, բայց կա ոլորտներ, որտեղ չպետք է բավարարվես, որտեղ բավարարվածությունը բերում է լճացման եւ լճացումը քեզ ավելի հեռացնում է Աստծուց եւ ավելի այսպես հետընթաց քեզ սկսում ունենալ։ Ոչ թե առաջընթաց, այլ հետընթաց ես սկսում ունենալ։ Եվ բավարարվածությունը հոգևոր կյանքի մեջ, տարբեր ոլորտների մեջ ինքը ճիշտ բան չի, ինքը սխալ բան է։ Հիշում եք Դավիթ թագավորն էլ մի օր բավարարվեց իր դիրքով, իր ձեռքբերումներով, իր այն ինչին որ հասել էր, բավարարվեց եւ այդ բավարարվածությունը իր համար ճակատագրական եղավ։ Այսինքն ձգտում չունեցավ էլ առաջ գնալու, առաջընթաց ունենալու, ինչ-որ նոր բաներ ճանաչելու, նոր բաներ ձեռք բերելու եւ այդ բավարարվածությունը իր համար ճակատագրական եղավ, ոչ թե մենակ իր համար, իր սերունդների համար ճակատագրական եղավ։ Եվ մենք տեսնում ենք, որ իրականում Աստված ուզում է, որ դու միշտ առաջ գնաս, որ դու միշտ ձգտես դեպի առաջ, որ դու չբավարարվես, այն ինչ որ ունես, այն ինչ որ կա քո կյանքի մեջ։ Հասկանում եք, հա, ոլորտներ կա, որ պետք է բավարարվենք։ Ես չեմ խոսում հիմա անշնորհակալության մասին կամ ագահության մասին։ Ես խոսում եմ ծարավի մասին, ես խոսում եմ ձգտման մասին, հա, ես խոսում եմ փափագի մասին, որ ես ու դու պիտի միշտ ունենանք, սիրելիներ։ Մեր կյանքի տարբեր ոլորտներում Հիսուսը երբ որ եկավ եւ ասեց ես եկա, որ դուք կյանք ունենաք եւ ինչ, այդտեղ չկանգնեց, ասեց եւ ավելի։
կյանք ունենաք եւ ավելի, ինչն է այդ ավելին, շատ բաներ կարա լինի այդ ավելիի մեջ, բայց մենք տեսնում ենք մի կարևոր բան, որ գիտես, Աստված ավելիի Աստված է։ Ամեն։ Աստված ավելիի Աստված է։ Մի ուրիշ տեղ Պողոս ասում է, այն ինչ որ աչք չտեսավ, այն ինչ որ ականջ չլսեց, եւ այն ինչ որ մարդու սիրտը չպատկերացրեց, Աստված դա պատրաստեց իրան սիրողների համար։ Այսինքն Աստված ինքը միշտ պատրաստում է ավելին, Աստված միշտ նախասահմանում է ավելին, միշտ ցանկանում է ավելին, այն ինչ որ քո աչքը չի տեսե, ականջը չի լսե, սիրտդ միտքը չի պատկերացրե, Աստված այդ ավելին է պատրաստել ու այդ ավելին է ուզում քո համար։ Մի ուրիշ նամակում Պողոսն ասում է, Աստված կարող է անել ձեր խնդրվածքներից ավելիով ձեզ տալ, իրավ, շնորհքի, հարստության, ճոխության չափով։ Աստված միշտ սիրելիս ինքը ավելի, իր սիրտը ավելի առատ է, քան մերը, ինքը ավելի մեծ է, քան մենք։ Դրա համար այն ինչ որ ինքը նախասահմանել է եւ ուզում է մեր համար, ավելին է, քան մենք կարող ենք պատկերացնել, մտածել ու հուսալ։ Ամեն։ Եվ Հիսուս դրա համար ասում էր, ես եկա, որ դուք կյանք ունենաք եւ էլ ավելի։ Միշտ հիշի, որ Աստված ավելիի Աստված է։ Այն ինչ որ դու ունես, Աստված դրանից ավելի է ուզում։ Եվ ավելին է պատրաստ է քո համար։ Ամեն։ Իհարկե սրա մեջ կախված է նույնպես իմ ու քո դիրքորոշումը։ Սրա մեջ մենք ունենք մեր պատասխանատվությունը, մեր դիրքորոշումը, որտեղ մեզանից շատ բաներ կապված է։ Այո, եթե մենք որոշենք, որ այն ինչ որ ունենք բավարարվում ենք, այն ինչ որ հասել ենք, գիտենք, ճանաչում ենք, հոգևոր բաների մասին եմ խոսում, հերիք է մեզ բավարար է, գիտես մենք այտենց էլ կմնանք եւ անգամ կամած հետ ընթացք ունենանք։ Կարծեմ Այնշտայնն էր ասել այս խոսքերը, որ ասել էր կյանքը նման է հեծանվի, կամ դու առաջ ես գնում, կամ էլ ընկնում ես։ Գիտես, հեծանվի վրա չես կարա տեղդ կանգնած մնաս։ Դու կամ պետք է պեդալները շարժես ու առաջ գնաս, կամ էլ ընկնելու ես, եթե փորձես տեղդ կանգնես։ Երկար չես կարողանա։ Հա? Եվ հոգևոր կյանքը ճիշտ նման է սրան, կամ դու պետք է անընդհատ պեդալները շարժես ու առաջ գնաս, ձգտես դեպի առաջ, ձգտես նոր բաների, նոր բարձունքների, կամ էլ դու ուղղակի քո ունեցած ռեսուրսը մի որոշ ժամանակ քեզ հերիքելու է, բայց հետո չորանալու է այդ ամեն ինչը։ Եվ հետո դու հետ ես գնալու։ Հեսուն եւ Քաղեբը, որոնք որ մտան Քանանի երկիր, խոստացման երկիրը, 5 տականում մենք կարդում ենք այս պատմությունը, երբ որ նրանք մտան, կարծեմ Քաղեբն էր, որ նրանք պետքա պատերազմներ անեին այդ երկրում եւ նվաճեին երկիրը, տարածքներ վերցնեին, որ Աստված ինքն էր խոսացել, հա, այդ մասին, եւ Աստված իրանց հաղթանակներ էր տալիս, օրհնում էր, եւ գիտես, նրանք այդ ամեն ինչը արեցին, վերցրեցին այդ երկիրը, արդեն ամեն բան լավ էր, արդեն իրանց այդ գերդաստանները, ամեն բան տեղավորվել էին, քաղաքներ էին շինե, կարծես ամեն մարդ իր տարածքը ուներ, ամեն ինչ լավ էր, բայց գիտես Քաղեբը դարձել էր արդեն 80 տարեկան, 80-ն անց էր եւ օրերից մի օր կանգնեց եւ նրա խոսքերը գրված է Հեսուի գրքում, Քաղեբը կանգնեց եւ ասեց Տիրոջ հետ մի էսպիսի բան խոսած, ասեց Տեր, ես 80 տարեկան եմ, բայց իմ ուժերը դեռ տեղն է, ես դեռ իմ երիտասարդ տարիքի նման կարծես ֆորմի մեջ եմ ու դեռ կարամ պատերազմեմ, կարամ ինչ-որ նոր բաներ անեմ եւ Տիրոջից խնդրեց, ասեց խնդրում եմ ինձ մի հատ նոր սարել տուր ինձ, մի հատ նոր հողատարածքել տուր, որ գրավեմ։ Եվ գիտես Աստված օրհնեց, ինքը գնաց եւ գրավեց մի նոր սար իր ծերության մեջ։ Այսինքն մարդ, որը որ կարծես հասել էր շատ բաների, Աստծո խոստումները արդեն տեսել էր, վայելում էր, ամեն բան լավ էր, ամեն բան ուներ, կարար մտածեր ուղակի դե ծերությունս վայելեմ, այսքան տանջվեցի, բայց ինքը Տիրոջ ասում է Տեր, մի հատ էլ սար տուր ինձ,
իմ կյանքի այս վերջին փուլում, այս վերջին սեզոնում մի հատ էլ մի նոր հաղթանակ տուր ինձ, մի նոր ձեռքբերում տուր ինձ։ Մարդ, որը որ չէր բավարարվել, մարդ, որը որ պարապությանը չէր համամիտ չէր պարապությանը եւ ձգտում էր միշտ առաջ գնալու։ Եվ գիտես, Աստված օրհնեց իրան։ Աստված օրհնեց իրան։ Աստված, սիրելիներ, ընդհանրապես ծուլությունը, երբ որ կարդում եք Առակաց գիրքը, այնտեղ շատ բաներ ա գրված ծուլության մասին, որը որ մի հատկանիշ ա, որ Աստված չի սիրում։ Մի հատկանիշ ա, որ դա Տիրոջը զզվելի է անգամ։ Եվ Առակաց գիրքը շատ խոսում է ծույլ մարդու վերաբերյալ, եւ ասում է ծույլ մարդու տան մոտով անցա, եւ նրա այգին ասում է, այդ ամբողջ այդ պարիսպները ասում է քարուքանդ էր եղած, այգին չորացած էր, փուշ ու տատասկ էր այգու մեջ, այդ իրա դուռը ջարդը խուրտ եղած էր, այսինքն ծույլ մարդու տան կողքով անցա։ Եվ հետո նկարագրում է ծույլ մարդու այդ տան իրավիճակը, իր այգու կարգավիճակը, եւ այդ այգին եւ տունը դրանք դա իրականում մեր կյանքերն են, դա մեր սիրտն է, դա մեր ներսն է, դա մեր կյանքն է, իր բոլոր բնագավառներով։ Եվ հետո ասում է մի քիչ քնել, մի քիչ պարկել, մի քիչ ձեռքի տալ եւ ասում է աղքատությունը գողի նման կգա քո տունը։ Եվ այո, երբ որ մենք հավանում ենք ծուլությանը, երբ որ մենք հաճություն ենք տալիս ծուլությանը, այո, աղքատությունը գալիս է մեր տունը, առաջին հերթին հոգևոր աղքատությունը եւ իհարկե նույնպես նյութական, ֆինանսական, այս բոլոր բաները կապված է իրար հետ։ Աստված ուզում է, որպեսզի դու միշտ, գիտես, ձգտող լինես, Քրիստոսի հետ միասին, այն ինչ որ անում ես, բայց գիտես, ձգտող լինես։ Եվ ուզում եմ, որ քեզ քաջալերեմ ու մարտահրավեր նետեմ այս նոր տարվա համար, ցած մեր առաջին ծառայությունն է, առաջին կիրակին է տարվա, դեռ քանի 48 շաբաթ է, հա, տարին։ 47 կիրակի դեռ ունենք, 12 ամիս դեռ ունենք, 360 օր դեռ ունենք, այսինքն, գիտես, Աստված քեզ տվել է ժամանակ, եւ այս ժամանակը կախված է քեզանից, ինչպես կանցնի քո տարին։ Մենք իրար շատ մաղթանքներ ենք ասում, մենք իրար լավ բաներ ենք մաղթում տարվա սկզբին, եւ սա հրաշալի է իհարկե, լավ է, լավ բաներ խոսալ, մարգարեանալ, հռչակել մարդկանց կյանքերի վրա, բայց ուզում եմ նույնպես ասեմ մի բան, եթե դու ինքդ ինչ որ քայլեր չարեցիր, ինչքան էլ ուզում ա բաներ հռչակեն ու մարգարեանան քո վրա, սիրելիս, մեծ փոփոխություն տեղի չի ունենա քո կյանքի մեջ։ Այսինքն, այն ինչ որ քեզ մաղթում են, ասում են կամ դու ինքդ քեզ քո համար ուզում ես, դու պետք է ինչ որ գործողություններ անես։ Ամեն։ Եթե դու գործողություններ չարեցիր, ինքստինքյան այդ բաները քիչ տոկոսով կարող է ազդեցություն ունենա ու ինչ որ բաներ լինի, որտեվ Աստված բարի է, ողորմած է, գթած է, բայց նույնպես ինձանից ու քեզանից շատ բաներ կախված է։ Ամեն։ Աստված քեզ տվել է ժամանակը, Աստված քեզ տվել է իմաստությունը, Աստված քեզ տվել է լիքը բաներ։ Պետրոսը իր երկրորդ նամակում կարծեմ ասում է, որ Աստված մեզ տվեց այն ամենը, ինչ որ պետք է կյանքի ու աստվածապաշտության համար։ Աստված մեզ տվել է ամեն բան, ինչը որ կյանքի ու աստվածապաշտության համար պետք է։ Եվ այսինքն ինքը մեզ տվել է զենքերը, գործիքները մեր ձեռքերի մեջ, այն ինչ որ պետք է մեզ, եւ մենք պետք է դրանք գործի դնենք, օգտագործենք այդ զենքերը, որպեսզի մենք կարողանանք առաջընթաց եւ օրհնություն ունենալ մեր կյանքի մեջ։ Ամեն։ Շատ ժամանակ մենք սենց կախարդական ինչ որ փայտիկի ենք վերածում հոգևոր կյանքը եւ ընդհանրապես կյանքը։ Բայց գիտես, ես ինքս շատ հավատում եմ գերբնական բաների, ես շատ հավատում եմ հրաշքների, ես հավատում եմ Աստծո զորության դրսևորմանը, ես շատ ուժեղ եմ հավատում սրան, եւ ես առանց դրա չեմ պատկերացնում Աստծուն, չեմ պատկերացնում ընդհանրապես հոգևոր կյանքը, բայց հրաշքների, զորության եւ Աստծո մեծամեծ գործերի մեջ միշտ կա քո բաժինը, քո անելիքը։ Ես հաճախակի սա ասել եմ, ուզում եմ նորից ասեմ, որպիսի 5000 մարդ կերակրվեր, Հիսուսը
խնդրեց Հիսուսին պետք էր մի քանի հաց եւ մի քանի ձուկ։ Թեև ինքը կարող էր ոչնչից դատարկ զամբյուղը վերցներ եւ աղոթեր ու լցվեին հացով ու ձկով ու չգիտեմ ավելի համով ուրիշ կերակուրներով, բայց գիտես Հիսուսին պետք էր մարդկանցից տրված մի քանի հացը եւ ձուկը։ Որպիսի Ղազարոսը հարություն առներ, Հիսուսին պետք էր որ երկու հոգի կամ մի քանի հոգի այդ գերեզմանի քարը գլորեին։ Ինչ է կարծում, եթե մեկը ով 4 օրվա մեռելին հարություն է տալիս, չէր կարա անենց աներ, որ այդ քարն էլ գլորվեր ինք իրան։ Ավելի սենց ճոխ կլներ այդ հրաշքը, չէ՞, որ Հիսուսը քարին էլ հրամայեր, քարը գլորվեր, հետո Ղազարոսին հրամայեր ու Ղազարոսը դուրս գար։ Բայց գիտես Հիսուսը մարդկանց ասեց դու քարը գլորեք, որպեսզի ես Ղազարոսին դուրս հանեմ։ Միշտ Աստծո գերբնական դրսևորումների մեջ դու քո բաժինը պիտի ունենաս, Աստծո հրաշքների մեջ դու քո քայլը պիտի ունենաս։ Երբ որ Աստված Մովսեսին եկավ հանդիպեց եւ ասեց գնա իմ ժողովուրդը ազատագրի, Մովսեսն ասեց բայց ես ոչ մեկն եմ, ես չեմ կարա տենց բան անեմ, ես ոչ դիրք ունեմ, ոչ մի իշխանություն չունեմ երկրի վրա, սովորական հասարակ մարդ եմ, ով պիտի լսի ինձ, ով պիտի ենթարկվի ինձ, եւ գիտես Աստված ինչ հարցրեց, ասեց ինչ ունես ձեռքումդ, ինչ կա ձեռքիդ մեջ, մի հատ փեդ ունեմ, սովորական փեդ, ոչխարներին այդ փեդով էս կոմ են կոմ եմ քշում, ասեց այդ էլ կօգտագործվի իմ փառքը դրսևորելու համար, այդ փեդդ կգցես, օծ կդառնա, այդ փեդով ինչ-որ ուրիշ բաներ, ծովը կճեղքես եւ այլ եւ այլ։ Իդես ինչ կա ձեռքումդ։ Աստված գերբնական բաների մեջ միշտ սիրելիս քեզանից քայլեր է պահանջվում։ Եվ այսպես կախարդական ձևով ոչ մի բան էլ տեղի չի ունենում։ Շատ ժամանակ մենք ոչ մի բան չենք ուզում անենք, բայց ուզում ենք Տիրոջ փառքը, հրաշքները, զորությունը, փոփոխությունները տեսնենք մեր կյանքի մեջ։ Ես ուզում եմ ասել ոչ, Աստված ուզում է հրաշքներ անի, Աստված ուզում է խառնվի քո կյանքի տարբեր ոլորտների մեջ, Աստված ուզում է իր զորությունը քեզ ցույց տա, բայց քեզանից պետքա քայլեր, դու պետքա արթուն լինես, դու պետքա ձգտում ունենաս, դու պետքա ինչ-որ քայլեր անես, անգամ եթե քո աչքին դա փոքր է երևում, հա, բայց դու պետքա քայլեր անես, սիրելիս։ Ամեն։ Դրա համար գիտես, մենք խոսում ենք մեր եկեղեցաշենքի մասին, մենք ունենք այս տեսիլքը, նպատակը, եւ դա մեծ գումարների հետ է, մի քանի 100,000, հա, միգուցե 1 միլիոն եվրոյի, այսինքն մեծ գումարների հետ է կապված, որը որ մենք չունենք, բայց գիտես մենք հավաքում ենք մեր ունեցածը, մենք ներդնում ենք մեր ունեցածը, թեև դա փոքր է թվում, թեև մարդկային գաղափարով դա ոչ մի բան չի կարա փոխի, բայց մենք հավաքում ենք այն ինչ որ կարող ենք։ Եվ գիտես մենք մեր երկու ձուկը բերում ենք Հիսուսի ձեռքերի մեջ եւ ասում ենք ահա մեր երկու ձուկը եւ 5 հացը կամ 2 հացը ու 5 ձուկը եւ հրաշքը դու պիտի անես Տեր, մնացած գերբնականը քեզանով պիտի տեղի ունենա։ Ամեն։ Ամեն։ Երբ որ Եղիսեն մտավ այն որբևայրի կնոջ տունը, որը որ շատ պարքեր ուներ, շատ պարքեր ուներ եւ պիտի գային, գիտես, պարքի դիմաց իր տունը վերցնեին, իր որդիներին վերցնեին որպես ծառա եւ այլ, այսինքն մի անելանելի իրավիճակի մեջ էր, Եղիսեն ասեց ինչ ունես տունդ, ասեց մի հատ դատարկ աման ունեմ տունս, յուղի աման ունեմ, Եղիսեն ասեց դե գնա այդ ամանդ էլ բեր, գնա հարևաններիցդ էլ դատարկ ամաններ, ինչքան կարաս հավաքի բեր։ Եվ գիտես գնաց այդ կինը դատարկ ամաններ հավաքեց, բերեց եւ Եղիսեի խոսքով բոլոր այդ ամանները լցվեցին յուղով, գերբնական ձևով, լցվեցին յուղով։ Եվ հետո ասեց հիմա այս յուղը կծախես եւ այդ գումարով պարքերդ էլ կտաս, հələ մի բան էլ կավելանա։ Միշտ ամբողջ Աստվածաշնչի մեջ սիրելիս, երբ որ ուզում ես Աստծո հրաշքը, Աստծո փառքը տենաս, ինչ որ քայլեր կա որ դու պիտի անես։ Թեև քո աչքին դա փոքր է երևում, թեև քո աչքին դա ոչ մի բան չի փոխելու,
բայց դու պետք է քո քայլը անես։ Ամեն։ Երբ որ Հիսուսը հիվանդներին կանչում էր, մոտենում էին Հիսուսին, իդես Հիսուսը ինչ էր ասում, հարցնում էր. արդյոք դու հավատում ես, որ ես կարամ այս բանը անեմ։ Ինչի համար էր հարցնում, կամ ասում էր, ինչ ես ուզում, որ անեմ քո համար։ Հա, կույրի առջև կանգնում էր ու ասում էր, ինչ ես ուզում անեմ քո համար։ Առաջի հայացքից շատ տրամաբանական է, ինչ պիտի ուզենա կույրը, աչք պիտի ուզենա։ Բայց գիտես, կարևոր է, որ այդ մարդու հավատքը իր բերանից դուրս գա։ Տեր, ուզում եմ, որ բժշկես ինձ։ Հավատում եմ, որ կարաս բժշկես ինձ։ Կարևոր է, որ քո ձայնը դուրս գա քեզանից։ Դա այդ փոքր քայլն է, որ դու անում ես։ Քո աղոթքը դուրս գա, քո հավատքի ձայնը դուրս գա, քո հռչակումը դուրս գա, քո ապավինությունը Աստծո վրա արտահայտես։ Եվ երբ որ արտահայտում էին ու իրանց փոքր քայլը անում էին, Տիրոջ գերբնականը իջնում էր, Տիրոջ բժշկությունն էր գալիս, ազատագրությունը, հրաշքն էր տեղի ունենում։ Ամեն։ Հալելույա։ Ես ուզում եմ քաջալերեմ քեզ, սիրելիս, ամեն մեկիդ, որ այս տարվա մեջ որոշում կայացնես ավելի առաջ գնալու։ Ավելի առաջ գնալու։ Ամեն։ Քրիստոսով, Քրիստոսի մեջ, Քրիստոսի հետ ավելի առաջ գնալու, չբավարարվելու, տեղում չկանգնելու, հա, այլ քայլերը դեպի առաջ նետելու։ Եբրայեցիս թղթում կա այսպիսի մի զորավոր խոսք, որ ուզում եմ կարդամ, Եբրայեցիս 10:38-ում է գրված։ Տեսեք ինչ է ասում։ Որովհետև միայն մի քիչ ժամանակ էլ եւ նա որ գալու է կգա եւ չի ուշանա։ Բայց արդարը հավատքից կապրի, եւ եթե մեկը հետ քաշվի, իմ անձը նրան չի հավանի։ Իսկ մենք հետ քաշվողներից չենք, որ կորսվենք, այլ հավատքից ենք, որ մեր հոգիները փրկվեն։ Հալելույա։ Այս Եբրայեցիս թղթի հեղինակը ասում է Աստծո հոգով ներշնչված, տեսեք ինչ ասում, ասում է, որովհետև մի քիչ ժամանակ էլ եւ նա որ գալու է կգա եւ չի ուշանա։ Իհարկե սա վերաբերվում է Քրիստոսի գալուստին, բայց սա նաեւ կարող է վերաբերվել բոլոր այն բաներին, որ քո կյանքի մեջ պիտի գան։ Գիտես, Աստված բաներ ունի, որ ուզում է բերի քո կյանքի մեջ։ Եվ երբեմն դու մտածում ես, որ ուշանումը չկա, չի լինի, անհնարին է, բայց Աստծո խոսքը ասում է մի քիչ ժամանակ էլ եւ նա որ գալու է կգա եւ չի ուշանա։ Այն ինչ որ Աստված նախասահմանել է, նախապատրաստել է քո համար, կգա քո կյանքի մեջ եւ չի ուշանա, եթե իհարկե դու արթուն լինես, սպասես, հավատքի քայլեր անես, որտեվ հենց սրա հաջորդ խոսքը ինչ է ասում, ասում է արդարը հավատքից կապրի, հավատքով կապրի։ Գիտես, որպիսի այն բաները, որ Աստված ուզում է բերի քո կյանքի մեջ, որպիսի դրանք գան, դու պետք է հավատքով ապրես։ Եվ հավատքը մենք խոսացինք քիչ առաջ, դա անգամ այն փոքր քայլերն է, որ քո համար տրամաբանորեն ոչ մի բան չի փոխելու, բայց դու անում ես այդ փոքր քայլերը, բայց դու բերում ես այդ փոքր Աստծո ձեռքի մեջ, բայց դու ինչ որ բաներ ես անում, որ տրամաբանությունից դուրս է, բայց դու հավատքով ուղղակի անում ես, որտեվ արդարը հավատքով է ապրում։ Ամեն։ Հավատքը միայն էս չի, որ ես հավատում եմ, որ Աստված կա, դա հավատքի ամենացածր մակարդակն է։ Հավատքը ունի մակարդակներ, այն որ Աստված կա կամ Աստված քո Աստվածն է, դա ամենացածր մակարդակն է հավատքի։ Աստծո խոսքը մեզ կոչ անում հավատքով ապրել։ Արդարը հավատքով կապրի, այսինքն քո կյանքի, քո առօրյան, գիտես, լցված է հավատքով, քո քայլերը, քո գործողությունները, քո խոսքերը անգամ հավատքով լցված են։ Ամեն։ Հավատքով ապրելը սա է նշանակում, որ այո, բաներ կա լիքը, որ անտրամաբանական է, անհնարին է թվում, չգիտեմ, հեռու է թվում, ու տենց անհասանելի է թվում, բայց դու հավատքով ես ապրում։
Եվ ոչ թե միայն пассив հավատքով, որ դե Աստված կա այնտեղ երկնքներում միտեղ, ես էլ մի օր կյանքս տվել եմ իրան եմ պատկանում, սենց ողորմածա, լավա, բարիա, Տերը մի բան կանի։ Այս հավատքի մասին չի սիրելիս։ Արդարը հավատքով կապրի, հավատքով կշարժվի, հավատքով կխոսա, հավատքով կմտածի, հավատքով քայլեր կանի։ Ամեն։ Աստված ուզում է այս մակարդակը բերի մեր մեջ, որպեսզի ես ու դու սովորենք հավատքով ապրել։ Եվ երբ որ դու սկսում ես հավատքով ապրել, դու կարաս վստահ լինես դրա նախորդ խոսքին, որ այնինչ որ պիտի գա քո կյանքի մեջ, կգա եւ չի ուշանա։ Ամեն։ Որովհետեւ հավատքը ունի վարձք։ Մի Աստծո մարդ ասել էր հավատքը դա երկնքի դրամն է, երկնքի վճարելու միջոցն է։ Եվրոպայում եվրոն է, Ամերիկայում դոլար է, երկնքում հավատք է։ Այսինքն եթե ինչ-որ բաներ ուզում ես ստանաս, երկնքից գա քո կյանքի մեջ, դու հավատքով պիտի վճարես։ Ամեն։ Ունեք հավատք։ Աստված չափով չի տալի։ Վճարի, հավատքդ վարձատրվում է։ Հավատքին պատասխան կա, հավատքին վարձք կա։ Սկսի հավատքով վճարել։ Եվ կտեսնես, որ երկնքից Աստված սկսի բաներ ուղարկել քո կյանքի մեջ։ Ամեն։ Հալելույա։ Եվ հաջորդ խոսքը, որ կարդացինք, երկրորդը ասում է արդարը հավատքով կապրի, եւ երրորդ բանը, որ ստեղ տեսնում ենք, ասում է իսկ մենք հետ քաշվողներից չենք, որ կորչենք, այլ հավատքից ենք։ Հետ քաշվողներից չենք, այլ հավատքից ենք։ Մենք այսօր խոսում ենք այն մասին, որ կա ավելին, ամեն, առաջ գնալու։ Մենք հետ քաշվողներից չենք, այլ հավատքից ենք։ Այսինքն հավատքը քեզ առաջ է տանում, Աստված քեզ կոչ է անում առաջ գնալու, ոչ թե հետ քաշվելու, ոչ թե հետ գնալու սիրելիս, այլ առաջ գնալու, առաջադիմելու։ Ամեն։ Աստծո հետ քո փոխհարաբերության մեջ ոչ թե հետ գնալու, այլ առաջադիմելու, ավելի մոտենալու Տիրոջը, ավելի փնտրելու Տիրոջը, ավելի մեկանալու, ավելի ճանաչելու Տիրոջը։ Ամեն։ Քո ծառայությունների մեջ ոչ թե հետ գնալու, այլ ավելի առաջ գնալու, ավելի շատ ծառայելու, ավելի շատ նվիրվելու, ավելի շատ զոհաբերվելու Տիրոջը։ Քո սրբության մեջ ոչ թե հետ գնալու, ավելի առաջ գնալու։ Քո հավատքի մեջ ոչ թե հետ գնալու, ավելի առաջ գնալու։ Տարբեր ոլորտները մենք կարող ենք վերցնել։ Աստված ուզում է, որ դու առաջ գնաս։ Մենք հետ քաշվողներից չենք, այլ հավատքից ենք։ Ամեն։ Աստծո կամքն է, որ դու առաջադիմես, շարժվես առաջ։ Պողոսը Տիմոթեոսին ասում է, թող քո առաջադիմությունը հայտնի լինի շատերին։ Աստված ուզում է, որ դու առաջադիմես։ Որ դու առաջադիմես, սիրելիս։ Ամեն։ Հալելույա։ Հալելույա։ Եկեք Սաղմոս 15-ը բացենք։ Տեր, ով կկենա քո խորանում եւ ով կբնակվի քո սուրբ սարում։ Իդես խորանը, սուրբ սարը դա հենց Աստծո ներկայությունն է, դա Աստծո փառքն է, դա Տիրոջ օրհնություններն են,
դա այնի ինչ որ կապված է Աստծո հետ, հա, Աստծո այդ հրաշքները, նշանները, զորությունը, օրհնությունները, այս ամենը կարանք ոնց որ մցնենք այս բառի մեջ։ Տիրոջ խորանը կամ Տիրոջ Սուրբ Սարը։ Ով կկենա քո խորանում եւ ով կբնակվի քո Սուրբ Սարում։ Եվ տեսեք, արդեն հաջորդ նախադասությունները մենք տեսնում ենք այն հատկանիշները, որը որ քեզ օգնում են այդ դիրքի մեջ կանգնել։ Ուղիղ գնացողը եւ արդարություն գործողը եւ իր սրտում ճշմարտություն խոսողը, նա որ իր լեզվով չի բամբասում եւ իր ընկերոջը չար չի անում եւ իր դրացի վրա նախատինք չի գցում, որ նրա աչքերի առաջին անարգված է չարագործը, բայց Տիրոջից վախեցողներին պատիվ է տալիս, որ ընկերին երթում է անում եւ չի փոփոխում, որ իր արծաթը վարձով չի տալիս եւ անմեղի դեմ կաշառք չի առնում, ով որ այս անի չի շարժվի տեղից հավիտյան։ Տեսեք, որոշ արժեքներ կա, որոշ ինչ-որ բաներ կա, որոնք որ կարծես Տիրոջ բարեհաճությունը, Տիրոջ օրհնությունը, Տիրոջ փառքը բերում են քո կյանքի վրա։ Մենք խոսում ենք առաջ գնալու, չբավարարվելու, սիրելիս։ Դրա համար, գիտես, թող սա լինի քո համար անձնական, ներքուստ, քո ներսում որոշում լինի, դու ինքդ քո առաջ, Աստծո առաջ, Տեր, այն բաները միգուցե որ մինչև հիմա կամ անցած տարվա մեջ ինձ խանգարել են քո Սուրբ Սարում լինել, ավելի մոտ լինել քեզ, քո փառքը վայելել, քո ներկայությունը վայելել, Սուրբ Հոգու լեցունությունը վայելել, այն ինչը որ միգուցե ինձ խանգարել է, միգուցե բաներ են եղել իմ կյանքիս մեջ, իմ սրտիս մեջ, իմ գործերի մեջ, իմ քայլերի մեջ, իմ ինչ որ բաներ են եղել, որ խանգարել են, զրկել են ինձ, հերվացրել են, օտարացրել են ինձ քեզանից, տրտմեցրել են քո հոգին։ Աստծո խոսքը Պողոսն ասում է՝ մի տրտմեցրեք Սուրբ Հոգին։ Գիտես, երբ որ Սուրբ Հոգուն տրտմեցնում ենք, մենք դժվար է Աստծո փառքը վայելել, դժվար է այդ հոգու լեցունությունը ունենալ քո կյանքի մեջ, դժվար է Տիրոջ մտերմությունը վայելել քո կյանքի մեջ։ Եվ միգուցե հիմա դու ինքդ գիտես այն բաները քո կյանքում, որոնք որ խանգարում են, արգելք են այդ Սուրբ Սարի վրա լինել, Տիրոջ խորանում լինել, ավելի հոգևոր ուժեղանալ, զորանալ, առաջադիմել, ճանաչել Աստծուն, ծառայել Աստծուն։ Գիտես, սա լավ պահ է տարվա այս սկիզբը, որպեսզի դու այն մեկս մեզ քննենք, այն մեկս անալիզ անենք մեր ներսը, մեր կյանքը եւ չբավարարվենք ուղակի։ Գիտես, երբ որ դու բավարարվում ես ինչ-որ մի չափով, երբ որ դու բավարարվում ես ինչ-որ մի տեղի հասել ես եւ այդտեղով բավարարված ես, դու սկսում ես ավելորդ բաներ քեզ թույլ տալ, որովհետեւ դու բավարարված ես, դու առաջ գնալու ձգտում չունես։ Դու կսկսես ավելորդ բաներ քեզ թույլ տալ։ Քո համար այդքան կարևոր չի լինի Սուրբ Հոգուն չտրտմեցնելը, որովհետև մեկը արդեն հասել եմ։ Բայց գիտես, երբ որ դու ձգտում ունես, փափագ ունես Տիրոջը ավելի մոտենալու, ճանաչելու, հպվելու, նրա գերբնականը տեսնելու քո կյանքի մեջ, դու սկսում ես ավելի զգուշավոր լինել։ Ավելի զգուշավոր ես սկսում լինել քո կյանքի մեջ, քո կյանքի տարբեր ոլորտների մեջ, ավելի ուշադրություն ես դարձնում, միգուցե ավելի բծախնդիր ես լինում ինչ-որ, ավելի արթուն ես լինում ինչ-որ բաների վրա։ Ամեն։ Եվ սա լավ ժամանակ ամեն մեկիս համար քննելու մեր ներսը, մեր ընթացքը, մեր կյանքը, Աստված ուզում է, Աստված ավելի Աստվածն է։ Ամեն։ Ես ուզում եմ քեզ նորից հիշեցնեմ, Աստված ավելի Աստվածն է։ Ես եկա, որ կյանք ունենաք։ Մենք այդքան խոսացինք, այդքան տեղեր կարդացինք, Աստված ավելի Աստված է։ Նա ուզում է քո առաջընթացը, նա ուզում է փառքից փառք, նա ուզում է օրհնելով օրհնի քո կյանքը, սիրելիս։ Ես ունեմ ծրագրեր ձեզ համար, ոչ թե չարության, այլ բարության, խաղաղության։ Ես ունեմ ապագա եւ հույս ձեզ համար։ Գիտես, Աստված ուզում է քեզ տանի, եւ ասում է Տիրոջը ապավինողները ծերության մեջ էլ պտուղ կտան եւ դալար կլինեն։
Աստված գիտես քո կյանքի սկզբից մինչև վերջին օրը ուզում է քեզ առաջ տանի, ուզում է քեզ օրհնի, ուզում է քեզ պտղաբեր անի, ուզում է որ դալար լինես, հաստատված լինես, ամուր լինես։ Բայց նորից ուզում եմ գանք այս մտքի վրա, որ ինձանից ու քեզանից կան կախված բաներ։ Ամեն։ Ինձանից ու քեզանից կախված բաներ կան, որպեսզի ես ու դու քննենք մեր անձերը, քննենք մեր սրտերը, որպեսզի ես ու դու թույլ տանք Տիրոջը, ցույց տալու մեզ, լուսավորելու մեզ այն բաները, որոնք որ միգուցե տրտմեցնում են իրան, միգուցե մեզ իդես սենց պարիսպներ են շինում եւ փակուղիներ են բերում մեր կյանքի մեջ, չեն թողնում մեզ առաջ գնալ, չեն թողնում տեղից շարժվել, պահում են մեզ հոգևոր թմրության մեջ, հոգևոր քնի մեջ, հոգևոր տկարության մեջ։ Իդես կան բաներ, այո, որ մեզ պահում են։ Եվ դրա համար գիտես Աստծո խոսքը գալիս է մեզ արթնացնելու։ Այսօր Աստծո խոսքը գալիս է քեզ արթնացնելու։ Ընդհանրապես տարվա սկզբին մարդիկ որոշումներ են, չէ՞, կայացնում։ Դաժե աշխարհիկ մարդիկ տարվա սկզբին սենց ինչ որ մեկը որոշում է նիհարի, մեկը որոշում է, չգիտեմ, չաղանա, մեկը որոշում է նոր բիզնես բացի, մեկը որոշում է ծխելը թողնի։ Մարդիկ որոշումներ են կայացնում, որտեվ նոր ընթաց կա, նոր շրջան է։ Իդես առավել եւս մենք Աստծո խոսքը ասում է քննեք ձեր անձերը։ Առավել եւս ես ու դու Աստծո ժողովուրդս, հա, մենք լավ առիթ է, լավ ժամանակահատված է քննելու, վերանայելու եւ նոր զորավոր ձևով առաջ շարժվելու Տիրոջ համար։ Ամեն։ Հալելույա։ Եկեք կանգնենք ոտքի։ Հալելույա։ Ես հավատում եմ, որ Աստված ունի զորավոր բաներ ամեն մեկիդ համար այս տարվա ընթացքում։ Աստված ունի հզոր ծրագրեր սիրելիս։ Աստված ունի բաներ, որոնց որ չես սպասում, չես պատկերացնում։ Աստված ինքը ընդհանրապես զարմացնող Աստված է։ Աստված սիրում է զարմացնել։ Եվ թույլ տուր, որ Տերը քեզ զարմացնի այս տարի։ Ամեն։ Թույլ տուր, որ Աստված իր օրհնություններով քեզ զարմացնի։ Եվ դրա համար դու քո քայլերը արա, դրա համար դու քո բաժինը արա, դրա համար մի բավարարվի, մի կանգնի տեղում, այլ գնա առաջ Տիրոջ ջրերի մեջ, գնա առաջ Տիրոջ ներկայության մեջ, գնա առաջ Տիրոջ խոսքի մեջ, սիրելիս, գնա առաջ Տիրոջը մտերմության մեջ, ճանաչելու մեջ, գնա առաջ Աստծո մեջ, մի բավարարվի, թույլ տուր, որ Աստված իր ծրագրերը իրականացնի քո կյանքի մեջ։ Ես մի թագավոր կար, սա էլ ասեմ ու աղոթենք։ Եղիսեն եկավ մի Իսրայելի թագավորի մոտ եւ ասեց վերցրու այդ նետիդ այդ պարկը վերցրու եւ պարկից հանի աղեղներ ու սկսի նետով խփել գետին։ Եվ այս թագավորը մի հատ աղեղ հանեց, խփեց գետին, երկրորդը հանեց, խփեց, երրորդը հանեց, խփեց եւ կանգ առավ։ Երբ որ կանգ առավ, մարգարեն բարկացավ նրա վրա։ Ու բարկացած ասեց, ինչի համար դու 3 հատ խփեցիր ու կանգնեցիր, 5 հատ կամ 6 հատ պիտի խփեիր, եւ երբ որ 5 հատ ու 6 հատ խփեիր, դու լիարժեք ձևով քո թշնամիներին, ասորիներին պիտի ոչնչա հաղթանակ պիտի տաներ եւ քո հաղթանակը մնայուն կլիներ, բայց քանի որ 3 հատ խփեցիր, դու ինչ որ հաղթանակներ կտանես, բայց մնայուն չի լինի դա։ Գիտես, երբեմն մենք կարող ենք այս թագավորի նման ինչ որ մակարդակի վրա հասնել ու կանգնել, բավարարվել, հանգստանալ դրա մեջ։ Աստված ասում է ավելին սիրելիս, գնա առաջ, ավելի մեծ բաներ են պատրաստել, ավելի մեծ հաղթանակներ կա, ավելի մեծ ձեռքբերումներ, ավելի մեծ օրհնություններ կա քեզ համար։ Մենակ գնա առաջ, քայլի Տիրոջ հետ։ Տիրոջ ձեռքը մի բաց թող ու հանգստացի, կանգնի տեղդ, բավարարվի, լճացի, բռնի Աստծո ձեռքը, որտեղ որ ինքը քայլում է, մինչև Տերը կանգ չի առել,
դու քայլի իր հետ։ Մինչև ամպի ու կրակի սյունը չէր կանգնում, Իսրայելի ժողովուրդը պիտի հետևեին, գնային, քայլեին։ Նրանք կայնում էին այն ժամանակ, երբ որ ամպը ու կրակը կանգնում էր։ Քանի դեռ Տերը չի կանգնե քո կյանքի մեջ, դու կանգ մի առ, գնա, նրա ձեռքը բռնի, գնա նրա հետևից, որտև զորավոր բաներ են սպասվում։ Ամեն։ Սիրելի Հայր, շնորհակալ ենք։ Գոհանում ենք քեզանից, Տեր, այն ամենի համար, ինչ որ դու պատրաստել ես մեզ։ Շնորհակալ ենք, Հայր, որ դու բարի ես եւ քո ողորմությունը հավիտյանա, որ քո ծրագրերը, Տեր, օրհնյալ են մեր համար։ Շնորհակալ ենք, Տեր, որ կա անսահմանափակ օրհնություններ, խորություն եւ բարձրություն քո մեջ, Տեր։ Եվ ես աղոթում եմ հիմա, Տեր իմ Աստված, որպեսզի ամեն մեկի սիրտը, ամեն մեկի միտքը արթնացնես, Տեր, քո զավակների, քո եկեղեցու, Տեր, այս տարվա սկզբին, որպեսզի մեր մեջ գան աստվածային որոշումներ, որպեսզի մեր մեջ ամեն մեկի մեջ գա արթնացնող որոշումներ, փոփոխություն բերող որոշումներ, օրհնություն եւ հրաշքներ բերող որոշումներ, Տեր իմ Աստված։ Խնդրում եմ, Հայր, որպեսզի ճիշտ երկնային որոշումներ գա հիմա քո ժողովրդի մեջ, սրտերի մեջ, մտքերի մեջ, Տեր իմ Աստված, Հիսուս Քրիստոսի անունով։ Հալելույա, Տեր, աղոթում եմ, որ այն ինչ որ դու պատրաստել ես, թող ոչինչ, ոչ մի բան, ոչ մի իրավիճակ եւ մենք էլ չզրկենք, արգելք չլինենք, որ այն ինչ որ դու պատրաստել ես գա մեր կյանքերի մեջ։ Տեր, տուր մեզ այդ կենթանի հավատքը, որ մեզ առաջ է տանում, որ մեզ շարժել է տալիս, որ մեզ, Տեր, տրամաբանությունից ավելի բարձր ցույց տալիս եւ տեսողություն տալիս։ Դուր որ չբավարարվենք, դուր որ կանգ չառնենք, դուր որ չհագենանք, դուր որ չդոփենք տեղում, Տեր։ Աղոթում եմ, որպեսզի այս արթնության հոգով լցնես քո ժողովրդի սիրտը, Տեր իմ Աստված։ Հիսուսի անունով թույլ չտաս, որպեսզի սատանան սխալ որոշումների մեջ պահի, թմրության մեջ պահի, Տեր իմ Աստված։ Ամեն դիվային ազդեցությունները, որոնք որ պահում են սխալ որոշումների մեջ, ամեն դիվային, Տեր իմ Աստված, այդ կապանքները, ազդեցությունները, որոնք որ պահում են թմրության մեջ, թող բաց թողնեն քո ժողովրդին, թող բաց թողնի ամեն մեկի միտքը, Տեր իմ Աստված, եւ թող գա Սուրբ Հոգին, Տեր, ամեն մեկի մտքի վրա, քո Հոգին, որը արթնացնում է, որը լուսավորում է, ինչպես Եսայա մարգարեության մեջ, Տեր, քո խոսքն ասում է, վեր կաց եւ լուսավորվիր, ով քնած, որտեվ քո լույսը եկել է։ Տեր իմ Աստված, արթնացրու մեզ, արթնացրու ամեն մեկին քո լույսով, լուսավորի քո լույսով, որը քո խոսքն է, որը քո հոգին է, որը քո ներկայությունն է, Տեր իմ Աստված։ Արթնացրու, Տեր, եւ թող քո անունը փառավորվի, Հայր իմ Աստված, եկեղեցու մեջ, ամեն մեկի կյանքի մեջ, ամեն մեկի ընտանիքի մեջ, ընթացքի մեջ, ճանապարհների մեջ, Հայր, թող, Տեր իմ Աստված, մեր կողմից ամեն բան արվի, որպեսզի քո հրաշքները, քո զորությունը, քո գերբնական բաները, Տեր, կարողանան իջնեն մեր կյանքերի մեջ, դրսևորվեն մեր կյանքերի մեջ, Հայր։ Հիսուս Քրիստոսի անունով օրհնում ենք քեզ եւ ողջ փառքը տալիս ենք քեզ, Հայր։ Օրհնիր քո ժողովուրդը, օրհնիր ամեն մեկի տունը, ամեն մեկի ընտանիքը, ամեն մեկի կյանքը եւ անձը, Տեր, ներկաներին ու բացականերին, Տեր, Հիսուս Քրիստոսի անունով, Հայր։ Շնորհակալ ենք, Տեր, այս նոր տարվա, այս նոր ընթացքի համար, այս նոր շրջանի եւ սեզոնի համար, Տեր, մենք ամեն բան բերում ենք քո ձեռքերի մեջ, Հիսուսի զորավոր անունով։ Հալելույա։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը, Տերը թող օրհնի առատորեն ամեն